Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 8-ն է, ուղիղ 8 տարի առաջ այս օրը մեզ խոստացվեց երկրային դրախտ, բայց բացվեց դժոխքի դարպասները։ Ես անգամ չեմ ուզում հերթով թվարկել բոլոր այն արարքները, որոնք տեղի են ունեցել այս 8 տարիներին։ Դուք դա տեսել եք ձեր սեփական աչքերով, բայց ես մի քանի պարզ հարց ունեմ ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, դուք համաձայն եք, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ Դուք համաձայն եք, որ մենք ծպտում պիտի չհանենք, երբ մեր եկեղեցիները քանդվում են։ Իսկ դուք համաձայն եք, որ սրբապիղծները, մանկապիղծները Հայաստանում պիտի չկալանավորվեն, բայց սրբազանները պիտի կալանավորվեն։ Մենք էլ համաձայն չենք, հաշտ չենք ու եկել ենք փոխելու հենց այդ իրականությունը։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը ձեզ էլ ասելու բան չունի, դրա համար էլ ձեր հետ խոսում է վախերի լեզվով։ Նրանք ձեզ ասում են, որ եթե մենք գանք, նրանք ձեզ ասում են, որ եթե մենք գանք, վերադառնալու է անցյալը, բայց սիրելի հայրենակիցներ, մենք այստեղ չենք եկել անցյալը վերադարձնելու, մենք ձեզնից քվե չենք խնդրում, որպեսզի ետ գնանք, այստեղ ապագան կառուցողներն են, այստեղ մարդիկ են, ովքեր եկել են ձեզ վերադարձնելու ձեզնից գողացվածը, ձեր արժանապատվությունը, ձեր հպարտությունը, ձեր թասիբը, ձեր հայրենիքը։ Մեզ մեղադրում են, որ եթե գանք պատերազմ ենք բերելու, բայց նրանք մոռանում են, որ մենք խաղաղություն բերողներն ենք, մենք ինքնիշխանության պաշտպաններն ենք, որովհետև մենք ամենալավը գիտենք դրա գինը։ Խնդրում եմ ձեզ, նայեք այս հարթակին, նայեք այստեղ կամ զոհ ունի պատերազմից, կամ ամեն անգամ, երբ վտանգ է սպառնում Հայաստանին, հայտնվում է առաջնագծում։ Մյուս կողմում մեկն է, ով իշխանություն պահում է, ով ձեզ վախեցնում է պատերազմով։ Հիմա հարցրեք, ում է պետք խաղաղությունը, ով կարող է խաղաղություն բերել, մենք թե նրանք։ Ի վերջո, հարցնենք ինքներս մեզ ինչ է պետք, խաղաղություն այո, բայց խաղաղությունը կարող է լինել նաև գերեզմանում, մեզ գերեզմանային խաղաղություն չի, որ մեզ պետք է անվտանգություն, ով կարող է ապահովել մեզ համար անվտանգություն, Հայաստան դաշինքը։ Վերջապես, ասում են ընդդիմությունը չունի լուծում, սիրելի հայրենակիցներ, այդ լուծումները այսօր դուք տեսնում եք այս հարթակում, նայեք այս հարթակին, լուծումը կամակատարի փոխարեն բանակցող ունենալն է, լուծումը մայրաթոռի վրա հարձակվելու փոխարեն այն պաշտպանելն է, լուծումը թմրամոլությունը խրախուսելու փոխարեն այն արմատախիլ անելն է, ու մեր քաղաքացին պիտի հարցնի, որն է այն թիմը, որ կարող է բերել այդ լուծումը։ Ամենայն հարգանքով բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, հիմա փորձարկումների ժամանակը չէ, մի այդպիսի փորձարկում փորձանք դարձավ մեր գլխին, հիմա փորձառության ժամանակն է, որ պիտի մեր երկրին բերի անվտանգություն, կայունություն, Եվ վերջում, սիրելի երիտասարդներ, ուզում եմ դիմել հատկապես ձեզ ուզում են համոզել, որ ամեն ինչ որոշված է ձեր փոխարեն, սուտ են ասում, Հայաստանի ապագան չի որոշվում Բաքվում, չի որոշվում Անկարայում,
չի որոշվում Մոսկվայում, Վաշինգտոնում, որևէ մայրաքաղաքում։ Հայաստանի ապագան որոշվում է Էջմիածնում, Հայաստանի ապագան որոշվում է Երևանում, Հայաստանի ապագան որոշվում է Կապանում, Հայաստանի ապագան որոշվում է Հայաստանում։ Ու եթե դուք հունիսի 7-ին ընտրեք Հայաստանը, բոլորը հաշվի են նստելու ձեր ընտրության հետ, որովհետև աշխարհը հարգում է իրեն հարգողին, աշխարհը հարգում է իր սահմանը պաշտպանողին, աշխարհը հարգում է արժանապատվություն ունեցողին, ու մենք պիտի կառուցենք հենց այդ երկիրը, պիտի կառուցենք միասին, 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 շնորհակալություն։